Ինձ մի քանի օգտատեր Facebook-յան հարցնում է ինչպես եք վերաբերում պարտադիր զինծառայության ժամկետի 6 ամսով կրճատման գաղափարին։ Զինծառայության ժամկետի կրճատումը կարող է լինել ճիշտ քայլ, բայց միայն այն դեպքում, եթե այն չդառնա բանակը թուլացնելու պատճառ։ Կարևոր է ոչ թե որքան ամիս ենք մենք ծառայում բանակում, այլ ինչ բանակ ենք կառուցում։ Եթե այդ 6 ամիսը փոխարինվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով, անօդաչուներով, արհեստական բանականությամբ, սենսորային համակարգերով եւ ավտոմատ կառավարման լուծումներով, ապա դա կլինի արդիականացում, ոչ թե վտանգ։ Սակայն դա պահանջում է լուրջ պետական ռազմավարություն, ներդրումներ եւ գիտական կրթական ներուժի ներգրավում։ Միևնույն ժամանակ պետք է հստակ ասել, որ ոչ մի տեխնոլոգիա չի կարող փոխարինել բանակի հիմքը, զորահավաքային ներուժը։ Բանակի ողնաշարը պետք է մնա զորահավաքը, իսկ դրա վրա պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ, մոբիլ, բարձր պատրաստվածությամբ բանակ։ Սա պետք է լինի ոչ թե պարտադիր ծառայության թուլացում, այլ նոր որակի բանակաշինության սկիզբ։ Ֆիննական ազգ-բանակ մոդելը հենց այս ճանապարհն է ցույց տալիս։ Յուրաքանչյուր քաղաքացի իր տեղն ունի երկրի պաշտպանունակության մեջ։ Եթե կրճատումն ուղեկցվի այս տրամաբանությամբ, այն կդառնա Հայաստանի անվտանգության հիմքերի ամրապնդման քայլ։ Եթե ոչ, այն վտանգի տակ կդնի պետության պաշտպանունակությունը։ Հարցը ժամկետի մասին չէ, հարցը բանակի որակի մասին է։